Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2025 թվականը կարևոր էր զինված ուժերի մի շարք նպատակների կյանքի կոչման հարցում։ Կրեմլի ղեկավարի խոսքով առաջնագծի երկայնքով ռազմավարական նախաձեռնությունը ռուսական կողմում է։ Նա պնդել է, որ այս տարի Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել ուկրաինական ավելի քան 300 բնակավայր։ Կարող ենք մեծացնել մեր հարձակողական գործողությունների տեմպերը ռազմավարական կարևոր ուղղություններում, շեշտել է Կրեմլի ղեկավարը։ Նա հիշեցրել է Բուրևեսնիկ և Պոսեյդոն համակարգերի հաջող փորձարկումների մասին, նշելով, որ դրանք կշարունակեն կատարելագործվել, իսկ Օրեշնիկ համակարգը մարտական պատրաստության կբերվի տարեվերջին։ Պուտինը նաև նախազգուշացրել է, եթե Կիևը հրաժարվի տարածքների հարցով կառուցողական քննարկումներից, այդ խնդիրը կլուծվի ռազմական ճանապարհով։ Հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն, իսկ Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են և անհեթեթ, հավելել է Դաշնության նախագահը։ Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն էլ հայտարարել է, որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի քաղաքականությունն իրական նախադրյալներ է ստեղծում 2026 թվականին ռազմական գործողությունները շարունակելու համար։ Նա նաև կարծիք է հայտնել, թե ՆԱՏՕ-ն նախատեսում է մինչև 2030 թվականը պատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Բելոուսովի խոսքով, ի թիվս այլ հարցերի, ռուսական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմավարական միջուկային ուժերի զարգացմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դեկտեմբերյան գագաթնաժողովում ԵՄ պետք է որոշում կայացնի Ուկրաինային ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով պաշտպանական ոլորտում Կիևին օգնություն տրամադրելը նշանակում է ապահովել ամբողջ Եվրոպայի պաշտպանությունը։ Նա հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովի և Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով 2026-27 թվականներին Ուկրաինային անհրաժեշտ է մոտավորապես 137 միլիարդ եվրո։ Առաջարկել եմ երկու տարբերակ՝ ռուսական ակտիվներից հատկացումներ և ԵՄ կողմից վարկեր, մանրամասնել է ֆոն դեր Լայենը։ Օրեր առաջ ԵՄ-ն որոշել է անժամկետ սառեցված պահել արևմտյան պետություններում գրանցված ռուսական ակտիվները։ Այսուհետ եվրոպական կողմը ստիպված չի լինի կես տարին մեկ քվեարկել ակտիվների սառեցումը երկարաձգելու համար։ Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլ են տալիս սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Կիևին։ Եվրոպական կողմը նաև ստեղծել է միջազգային հանձնաժողով Ուկրաինային Ռուսաստանի հասցրած վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերը քննելու համար։ Այն կգործի Հագայում։ Տարբեր գնահատականներով Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է մինչև 600 միլիարդ դոլար։ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովը նշել է, որ կողմերի միջև շարունակվում է վստահելի և բարեկամական երկխոսությունը։ Այն փաստը, որ այս տարի հանդիպում ենք արդեն 5-րդ անգամ, շատ բան է ասում մեր արտաքին քաղաքական համակարգման առումով, ընդգծել է Լավրովը։ Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում գործակցությունն այսուհետ էլ կընդլայնվի։ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ փակ ձևաչափով հանդիպմանը քննարկելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր, դրանց շուրջ համակարգումը բարելավելու համար։ Օրակարգում են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Աբբաս Արաղչին էլ շնորհակալություն է հայտնել Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հարձակումների ժամանակ Մոսկվայի աջակցության համար։ Նրա խոսքով Իրանն ու Ռուսաստանը միջազգային օրակարգի գրեթե բոլոր հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ և տեսակետներ։ Արաղչին բարձր է գնահատել Մոսկվայի հետ համապարփակ հարաբերությունները։ Տաջիկստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն Մոսկվայի մարզի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի աշակերտ Կոբիլջոն Ալիևի սպանության կապակցությամբ։ Նախարարության հաղորդագրության համաձայն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել, պահանջելով ռուսական կողմից անհապաղ, օբյեկտիվ և անաչառ հետաքննություն անցկացնել ողբերգական միջադեպի հետ կապված և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Տաջիկստանի քաղաքացի 9-ամյա Կոբիլջոն Ալիևը մահացել է դեկտեմբերի 16-ին։ Հայտնի է, որ նրան դանակահարել է նույն դպրոցի 15-ամյա աշակերտներից մեկը։ Հարձակվողը տեսագրել է տեղի ունեցածը և հրապարակել իր տելեգրամյան ալիքում։ Նշվում է, որ երեխաների վրա հարձակվելուց առաջ 15-ամյա տղան ճշտել է նրանց ազգությունը։ Կասկածյալը ձերբակալվել է։ Դիանա Գասպարյան, լուրեր։